Երիտասարդ քաղաքագետների ակումբը շարունակում է ոտ 2026 առցանց հանդիպումների շարքը։ Այսօր հանդիպելու ենք բոլորին դեմ եմ կուսակցության վարչապետի թեկնածու Նինա Կարապետյանցի հետ։ Տիկին Կարապետյան, շատ շնորհակալություն հանդիպման հրավերը չմերժելու համար, այս հանդիպման համար ժամանակ տրամադրելու համար։ Մեծ սիրով ես եմ շնորհակալ հրավերի համար, որովհետև ամենամեծ ուրախությունը եւ հույսը դա երիտասարդներն են, հաջորդ սերունդն է, որովհետև դուք էականորեն տարբերվում եք մեր սերնդից, դուք ավելի պրագմատիկ եք ու ձեզ հետ խոսալը ամենաշատը անհանգստանում եմ, երբ որ երիտասարդների հետ եմ խոսում։ Այն որ ասում են մենք փորձառու ենք, մենք ոչ մեկի հետ չունեմ անհանգստություն։ Ձեզ հետ ունեմ անհանգստություն, որովհետև դա շատ մեծ պատասխանատվություն է հաջորդ սերնդի հետ խոսել, զրուցել, որովհետև դա կարող է ինչ-որ պահի, ինչ-որ մեկի վրա ազդեցություն ունենալ։ Ես միշտ ուզում եմ, որ դա դրական իմաստ ունենա, հա, պոզիտիվ ինչ-որ բան ունենա, որ ձեր մեջ ինչ-որ փոփոխություն անելու դրական մենակ լինի։ Հուսամ միջև այս մեր զրույցը թոթափեց այդ լարվածությունը որոշ չափով։ Իմ առաջին հարցը հետևյալն է. ինչով եք դուք տարբերվում մյուս 18 կուսակցություններից, մյուս 18 ուժերից, ովքեր մասնակցում են ընտրություններին։ Ամեն ինչով ենք տարբերվում, նախ տարբերվում ենք նրանով, որ մենք կուսակցությունը ստեղծել ենք, բոլորին դեմ եմ կուսակցությունը ստեղծվել է որպես գործիք։ Ասելա թե մենք այն դասական, դասագրքային կուսակցությունը չենք, որը ստեղծվել է ինչ-որ գաղափարների համար, երկարատև պրոյեկտ որպես ծրագիր եւ հայկական միջավայրում դասական իմաստով այն մարդ կուսակցությունները չեն, որոնց շուրջ մի մարդու շուրջ հավաքվում, մի հարուստ հիմնականում մարդու շուրջ հավաքվում են մեծ թվով մարդիկ, որոնք տենց առանձնապես ոչ թե քաղաքականությամբ են զբաղվում, այլ իրականում զբաղվում են ու ֆինանսապես իրենց բարեկեցիկ են զգում։ Այս տրամաբանության մեջ մենք ուղակի ստեղծել ենք որպես գործիք եւ տրամադրված ենք հետագայում մոտակա ժամանակ նաեւ ընտրություններից հետո լուծարել է կուսակցությունը, որովհետև սա մեկ անգամյա օգտագործման գործիք է լինելու, այս մեկ։ Երկրորդը, մենք չենք եկել 5 տարվա ծրագրերով, մենք եկել ենք շատ կոնկրետ գործողությունների առաջարկով, հետո խոսենք նաեւ դետալների մասին, եւ ծրագիրը ավարտելուց հետո մենք 100-օրյա ընդհանուր իշխանություն ենք խնդրում, ժամանակ ենք խնդրում մեր հասարակությունից, որպեսզի կարողանանք փոփոխություններ իրականացնել եւ փոփոխություններից հետո մենք գնալու ենք նոր ընտրությունների։ Սա տարբերվում է նաեւ նրանով, որ փաստորեն ստացվում է, որ բոլորին դեմ եմ ուժը ինքը միակ կին վարչապետի տեխնացու է առաջադրել, մնացածը կարծես թե տենց այն հին ավանդական անպայման պիտի լինի տենց լուրջ դեմքով, գալստուկով, տենց բան ծանր թեմաներով խոսացող տղամարդիկ պիտի լինեն։ Ու հետաքրքիրն ինչ է նաեւ, որ մինչ բոլորին դեմ եմ կուսակցությունը միանալը, մենք նժարսանդրական շարժում ունենք, որը եւս պատրաստում են մասնակցել ընտրություններին, այնտեղ էլ պարզվեց, որ թեպետ մեծ մասը տղամարդիկ են, բայց իրենք եւս որոշում էին կայացրել, որ վարչապետի տեխնացուն պիտի լինի կին, որովհետեւ վստահել էին ինձ փաստորեն։ Այսինքն մենք ամեն ինչով ենք տարբերվում։ Տարբերվում ենք նաեւ նրանով, որ մենք իսկապես շատ իրարից տարբերվող մարդկանցով, կուսակցություններով, թիմերով, նախաձեռնություններով միավորվել ենք մեկ գաղափար իրականացնելու համար։ Ասելա թե այն միտքը, որ ընդդիմությունը պիտի միավորվի, մենք կյանքի ենք կոչել։ Էլի կան մի քանի ուժեր, որտեղ միավորում կա, բայց ես կարծում եմ ամենա պոզիտիվ իմաստով, հա, փոփոխություններ բերելու իմաստով մենք թերևս միակն ենք, որ հավաքել ենք իսկապես գաղափարական հիմքով ենք մարդկանց հավաքել, ոչ թե գնանք այս ինչին միանանք, որովհետև ավելի շատ հնարավորություններ կա, ոչ թե միանանք այս ինչ կամ այն ինչ թիմին, որովհետև այնտեղ այսպես իրանք ավելի շատ շանս ունեն գործող իշխանություններին հեռացնելու, այլ մենք միավորվել ենք, որովհետև գաղափարապես իրար մաքսիմալ մոտիկ ենք, կոնկրետ հարցերի շուրջ եկել ենք համաձայնություն, գաղափարապես շատ հարցերում տարբեր ենք իրականում, բայց կոնկրետ հարցի շուրջ կարողացել են գալ համաձայնության, ու սա հրաշալի մի տարբերակ է բոլորին դեմ կարգավիճակ ունեցող մարդկանց գալ ու մեզ ձայն տալու։ Այ հիմա նշեք հետ, եթե չեմ սխալվում, 3 կետ կա, որոնք են այդ ծրագրերը, որոնք դուք ներկայացնում եք։
Այո, մենք առաջարկում ենք ընդամենը 3 փոփոխություններ։ Առաջին փոփոխությունը դա շեմի իջեցնելն է մինչև 1%, որովհետև փոքր ուժերը չեն կարողանում հատել այդ 4%-ը։ Արհեստականորեն ստեղծվել է խաղի այնպիսի կանոններ, որ կամ դու պիտի իշխանության լինես ու ադմինիստրատիվ լծակներ ունենաս այդ օգտագործելով կարողանաս վերարտադրվես կամ պարլամենտում հայտնվես, որպես ընդդիմություն, կամ պիտի շատ հարուստ լինես, ահավոր հարուստ պիտի լինես, որպեսզի կարողանաս այդ ընտրություններին մասնակցել։ Շեմը հատելու համար մեծ դժվարություն է ստեղծված, իդեպ ասեմ, արհեստական դժվարություն է ստեղծված, շատերը մեղադրում են դրա մեջ միայն Սերժ Սարգսյանին, ասում են, որ իր օրոք այս օրենքները ընդունվել, բայց այս օրենքի մեջ փոփոխություն է տեղի ունեցել նաև գործող իշխանությունների ժամանակ եւ գործող իշխանությունը շեմը այդպես էլ չի իջեցրել։ Երկրորդ մեր առաջարկը դա բոլորին դեմ եմ քվեաթերթիկի ավելացումն է, որի պայմաններում հնարավոր կլինի այն հասարակության այն հատվածը, որը իսկապես չի ուզում որևէ մեկին ձայն տալ, հնարավորությունն է գնալ եւ բոլորին դեմ եմ քվեարկի ընտրությունների ժամանակ եւ երրորդ կետը դա մեծամասնության, հա, բանի իջեցումն է, շեմի վերացումն է, ներողություն, որի պայմաններում տենց հանգիստ են էլի, մի քանի ուժեր վստահ են, որ կկարողանան հավաքել մնացածից մի փոքր ավել ձայն եւ լավագույն դեպքում երկրորդ փուլ կարող են անցնել եւ այդ ձայները իրենց միևնույնն է լրացվելու է, իրենք ստանալու են բավարար ձայներ։ Այսինքն արհեստականորեն ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ այս խաղի պայմաններում, այս խաղի կանոններով մշտապես մենք ունենալու ենք այն ավելի պատկերավոր լինելու համար կան մի քանի կուսակցություններ, որոնք այսենց խաղաքարտերի նման խառնում են, նորից իրար մեջ բաժանում են եւ որևէ ճեղքում էստեղ, որևէ նոր միտք, նոր քաղաքական խոսույթ, նոր դերակատարներ ուղղակի հայտնվել չեն կարող։ Ինչ է լինում, երբ որ օրինակ հայտնվում է դաշտում երիտասարդ, պոտենցիալ ունեցող, քաղաքականության մեջ իրան տեսնող մարդը, ինքը ինչ պիտի անի, կամ պիտի ստեղծի նոր ուժ եւ երկար ժամանակ ինչ որ գործողություններ անի, միշտ լինի այդ 4%-ը չհատողների մեջ, փորձի ապացուցել շատերին, որ իր միտքը գաղափարը լավն է, ինչ որ տեղից ֆինանսավորումներ փորձի գտնելու, երկարատև ինչ որ կռվի ու պայքարի մեջ լինի ու բարձր չի թե դա ինչով կավարտվի, կամ կարող պիտի գնա մտնի մեծ թիմի մաս կազմի եւ այն հին ավանդական ձևերով են ինչ որ մեզ մոտ ընդունված է եղել, այդ խաղի կանոններով փորձի խաղալ ու դա նշանակում է, որ իր պոտենցիալը օգտագործվելու է մի բանի համար, այդ կայացածն էլ մի քիչ վիճելի է իհարկե, բայց լավ գոյություն ունեցող քաղաքական մեծ ուժի խաղի կանոններ ուղղակի ընդունել ու ոչինչ չկարողանալ, ոչ մի փոփոխություն չկարողանալ։ Շատ-շատերն են հայտնվել։ Ես օրինակ նայում եմ տարբեր ուժերում, թե գործող իշխանությունների թիմում կան մեծ թվով, հարաբերական իհարկե երիտասարդներ, որոնք շատ լավ պոտենցիալ ունեն, ես դրա մասին միշտ ասել եմ, բայց իրենք այլևս մտել են թիմի մեջ, որտեղ այլ ընտրանք չունեն, պիտի թիմի որևէ թիմի կազմում լինեն։ Հիմա այդ մարդիկ իմ համար օրինակ այլևս հետագայում իրենց պոտենցիալը օգտագործել հնարավոր չի լինի, որովհետև իրենք խնդիրներ են մասնակից են եղել որոշակի process-ների, որոնց գնահատական պիտի տրվի, թե քաղաքական, թե իրավական։ Կամ մյուս թիմերում, հա, անդիմադիր ուժերում են տեսնում եմ երիտասարդներ, շատ լավ կադրեր, երիտասարդ, որակյալ, մտածող, կարողունակ, բայց ես հասկանում եմ, որ այդ մարդիկ էլ այլևս այդ բաների մեջ են մնացել, էլի, այդ կապանքների մեջ են մնացել ու ես չեմ պատկերացնում իրանք հնարավորություն ունենալու են այդ թիմերից դուրս գալու եւ հետագայում իրանց պոտենցիալը պետության համար օգտագործել հնարավոր կլինի, թե չէ, որովհետեւ մենք փոքր երկիր ենք եւ մեր կարողությունները, մեր ռեսուրսները, մարդկային հատկապես ռեսուրսները տենց անսահմանափակ չեն, էլի, մենք պիտի մեր ռեսուրսների նկատմամբ, հատկապես մարդկային ռեսուրսների նկատմամբ, շատ խնայողաբար վերաբերվենք, շատ ճիշտ ու տեղին օգտագործենք։ Այնպես որ դժվար է լինելու։ Շատ լավ, Դավիթ։ Շնորհակալություն հնարավորության համար Տիկին Կարապետյան։ Ես մի քանի հարց ունեմ, երևի թե առաջին անդրադառնանք այս 100-օրյա ժամանակի հետ կապված, հա, նոր ձևավորվելիք կառավարության, բոլորին դեմ կուսակցության հաղթանակի դեպքում։ Այստեղ արդյոք չկա անհանգստություն այն տեսանկյունից, որ ըստ ինձ կոնկրետ պրակտիկորեն 100-օրյա կառավարությունը շատ ավելի սահմանափակ հնարավորություններ ունի, օրինակ այլ պետությունների հետ ռազմավարական դաշինքների համագործակցությունների կնքման, ինչու, որովհետև 100-օրյա կառավարությունը իր կառավարման սկզբից սկսած արդեն հեռացող է եւ 100 օրը շատ քիչ ժամկետ է ռազմավարական որևէ տեսլական այլ պետության հետ իրակոչելու համար
Այստեղից ծագում է մի կասկած, մի անհանգստություն կամ մտահոգություն, որ 100-օրյա կառավարության դեպքում այդ կառավարությունը կարող է 100 օրով պետության, այսինքն տեմպը առաջխաղացումը կանգնեցնել, ընթացքը կանգնեցնել, իսկ մենք մի պետություն ունենք, որտեղ շատ կարևոր որ պետությունը անընդհատ առաջ ընթանա, զարգանա եւ ուրեմն այդ ժամանակը չօգտագործեն նաեւ հարևան պետությունները, թշնամի պետությունները, որովհետեւ առավել հզորանան եւ փոխեն տարածաշրջանային բալանսը ավելի։ Ես տեսանկյունից կուզեմ անդրադառնալ, արդյոք չի սահմանափակելու 100-օրյա կառավարությունը հնարավորությունը պետության ռազմավարական դաշինքների, համագործակցությունների եւ ուրեմն այլ պետությունների հետ համագործակցության տեսանկյունից, որովհետեւ այդ պետություններն էլ երբ որ դիտարկեն իրավիճակը կհասկանան, որ ասենք 100 օր հետո գնացող կառավարությունից հետո կարող է գալ այլ կառավարություն եւ փոխել ամբողջությամբ դիրքորոշումը եւ մոտեցումները։ Երևի թե այս հարցին անդրադառնանք, հետո արձագանքի միջոցով նաեւ մնացածի մասին կասեմ։ Տեսեք, մենք ի սկզբանե հայտարարել ենք, որ մենք որևէ կտրուկ այսպես փոփոխությունների չենք գնալու այս process-ում, որովհետև իսկապես անտրամաբանական է 100-օրյա կառավարության պայմաններում գնալ ռազմավարական լուրջ փոփոխությունների, թեպետ ես անկեղծորեն շատ կուզենայի, որ դա 100 օր չլիներ, ավելի երկար լիներ, որովհետև ծրագրեր ունենք, պրոյեկտներ ունենք, ավելի մեծ պրոյեկտներ ունենք, մենք որպես նժար սահմանադրական շարժում, բայց պայմանը հետևյալն էր, հա, մենք եկել ենք համաձայնության, որ 100 օր ենք ընդամենը իշխանություն լինելու, եւ դա հաշվարկված է հատուկ հենց այդ 3 կետերը կյանքի կոչելու համար։ Մենք որևէ կտրուկ շարժում չենք անելու, մենք որևէ առիթ կազուս բելի ասվածով չենք ստեղծելու, որպեսզի նաև վտանգ չստեղծենք երկրի վրա հարձակման տեսանկյունից, այսինքն մենք որևէ գործողություն չենք անելու եւ ավելին ասեմ, անգամ եթե առաջարկներ լինեն որևէ մեծ իմաստով ինչ որ փոփոխություններ, հա ինչ որ նոր ռազմավարական տենց մեծ ծրագրեր, պրոյեկտներ լինեն, մենք առաջարկելու ենք դա կնքել ընդամենը 100 օր հետո հաջորդ եկող իշխանությունների հետ, որովհետև դա շատ մեծ պատասխանատվություն է, դու չես կարող գալ 100 օրում բացի այն խոստումներից, որոնք դու տվել ես քո հասարակությանը եւ այն խոստումները, որոնց համար դու ձայն ես ստացել, դրանից զատ գործողություններ անելը նախ ճիշտ չի լինի, ազնիվ չի լինի, երկրորդը անպատասխանատու կլինի։ Հետևաբար մենք մորատորի ենք ուղղակի հայտարարելու բոլոր գործողությունների վրա, պարզ է որ կլինեն ինչ որ գործողություններ, որոնք կանխելու տեսակետից, կանխարգելելու տեսակետից իրենք իհարկե պիտի իրականացվեն։ Պարզ է որ եթե երկրի վրա լինի հարձակում, այդտեղ լինելու է համարժեք պատասխան, ես կարծում եմ առանձին դեպքերում միջև անգամ անհամարժեք պատասխաններ, որպեսզի պաշտպանվածությունը մեր բարձր լինի։ Պարզ է որ կոռուպցիոն ինչ որ գործարքներ, եթե ակնհայտ կոռուպցիոն գործարքների հանդիպենք, բնականաբար դրանք պիտի կասեց։ Այսինքն այն ինչ որ ընթացս պիտի լինի եւ այն ինչ որ վնասը պատճառելու մեր պետությանը, մենք այդ ամեն ինչը կանգնեցնելու ենք։ Այն ինչ որ անգամ եթե մեծ պրոյեկտ են առաջարկելու, մենք պիտի խնդրենք, որ սպասեն մի քանի կարճ ժամանակ, հաջորդ իշխանությունների հետ փորձեն համագործակցել։ Հարևան պետությունները այսպես թե այնպես իրենց ծրագրեր իրականացնում են, այս 100 օրը չի, որ իրենց այսպես հնարավորություն է տալու, բացառիկ հնարավորություն է տալու։ Ու մի բան էլ դուք նշեցիք զարգացումը կասեցնել, ես կասեմ մենք դեռ անկման մեջ ենք, ես իմաստով ես դες հետ համաձայն չեմ, մենք հիմա անկման process-ում ենք ցավոք սրտի, ինչ որ ներկայացվում է հասարակությանը, դրանք ավելի շատ տենց բուտախորիկ ինչ որ տպավորություն ստեղծելու համար են։ Հետևաբար անկումը կասեցնելու գործողություններ, այո, սա լինելու է անկումը կասեցնելու գործողություններ, մնացած ամեն ինչը լինելու է 100 օր հետո։ Մեծ խաղացողները, ես կարծում եմ, ես վստահ եմ, հա, մեծ խաղացողները շատ լավ ըմբռնումով են մոտենալու, հասկանալու են, որ անտրամաբանական կլինի 100 օրով եկած իշխանության հետ խորքային ինչ որ բանակցություններ վարելը։ Շատ լավ, Ձեր ձայնը, հա, հասկանալի էր, կուզեի այս մասով հասկանալի է, շնորհակալություն, կուզեի նաև անդրադառնալ այդ ընտրական շեմի իջեցման կետին, հա, դե 1%, դուք նշեցիք, որ սա կարևոր է, որ երիտասարդ ուժերը կարողանան տեղ ունենալ խորհրդարանում, դա միանշանակ համաձայն եմ այդ առումով ձեզ հետ, բայց սա նաև ունի ըստ ինձ իր մեկ այլ կողմ, այսինքն սրանով ստացվում է, որ խոշոր բիզնեսմենները, այլ անձիկ, ովքեր գուցե ունենան մի քանի հազար ծանոթներ, այդ մի քանի հազար ծանոթներն ունենան մի քանի հազար ծանոթներ, կարող են ասել, որ այսինքն կարող են ունենալ երաշխավորված տեղ պարլամենտում, եթե 4%-ի դեպքում սա շատ դժվար է, 1%-ի դեպքում կարող են ոչ թե միայն հենց քաղաքացու նախընտրությունը կուսակցության եւ ծրագրի առումով
անցնի խորհրդարան, այլ նաև անցնեն այսպիսի խոշոր օրինակ հարգված մարդիկ, մեծ ծանոթությամբ մարդիկ կամ մեծ գործարար մարդիկ, ովքեր միայն իրենց ծանոթների քվեներով կարողանան տեղ ունենալ խորհրդարանում։ Արդյոք սա կլինի արդար եւ ճիշտ ժողովրդի քվեի արժեքի տեսանկյունից եւ նաև կայուն մեծամասնության մասով, որը դուք ներդրում եք, կայուն մեծամասնությունը նաև ձևավորվում է այսինքն, որպեսզի հնարավոր լինի խուսափել խորհրդարանական ճգնաժամերից, որպեսզի այնպես չլինի, հա, որ խորհրդարանը չկարողանա ոչ մի որոշում անցկացնել, ոչ մի փոփոխություն անցկացնել, որովհետև մի կողմից լինեն հավասար ձայներ դրան դեմ, մի կողմից հավասար ձայներ դրան կողմ, եւ հնարավոր չլինի ձևավորել, այսինքն մի կոնկրետ դիրքորոշում, որը կգերակշռի մյուսին։ Այս առումով դուք որևէ հաշվարկ ունեք խորհրդարանական ճգնաժամից խուսափելու համար եւ արդյոք դրանք չեն պարունակի ռիսկեր կայուն մեծամասնության վերաբերյալ։ Առաջի հարցի մասով ես ավելի կխորացնեմ, ավելի կսրեմ հարցը, որովհետև կարող են լինել օրինակ քրեական ենթամշակույթ կրողներ, որոնք իրենց թիմակիցներին համախոհներին կհավաքեն ու կարող են հայտնվել պարլամենտում։ Կլինեն տարբեր տեսակի ինչ որ ծայրահեղական մտքեր, գաղափարներ տարածող մարդիկ, որոնք համախոհներ կգտնեն ու կհայտնվեն։ Հիմա հարց. արդյոք միջև այս պահը ռետորական է հարցս, բայց կարող եք պատասխանել։ Արդյոք միջև այս պահը մեր պարլամենտում տարբեր տարիների չեն եղել քրեական ենթամշակույթ կրողներ։ Արդյոք միջև այս պահը մեր պարլամենտում չեն եղել օլիգարխներ, արդյոք չեն եղել մեծահարուստներ, որոնք սատարել են կոնկրետ այն հաշվարկով են արել, որ ով է շահելու, հա, ով է հաղթելու, ով կարա հաղթի պարլամենտում եւ իրենց են սատարել, հետո այդ նույն մարդիկ իդեպ նախորդ իշխանություններին այն ժամանակին սատարում հիմա փոխանցում են գումարներ են փոխանցում ԿՊ-ի հետ կապված ֆոնդերին, տենց իբր բան են անում, էլի բարեգործության անվան տակ, խոսքով, տենց հետաքրքիր։ Այսինքն այս բոլոր ռիսկերը ոչ թե մենք ստեղծելու ենք այդ մի տոկոսով, այլ այդ ռիսկերը մշտապես եղել են։ Հիմա եթե որևիցե մեկ մեծահարուստ օրինակի համար կարողանում է 30-40 հազար մարդու ձայն ունենալ, ստանալ որպես քվեարկած ձայն, կներեք, հա, ուրեմն ինքը պետք է ինչ-որ ձևի ներկայացված լինի պարլամենտում։ Ես կարծում եմ դա այդպես է աշխատում։ Բայց դրա հակառակ կողմը կա։ Տեսեք, մենք ունենք տարբեր կուսակցություններ, որոնք մի մասի տեսակետները կիսում ենք, մի մասի տեսակետները չենք կիսում, բայց այդ մարդիկ ամեն անգամ հավաքում են 20, 30, 40, 50 հազար ձայն են միջև հավաքում եւ որևէ կերպ ներկայացված չեն պարլամենտում։ 50 հազար մարդը դա օպերայի բակը, որ տեսնեք, այդ ազատության հրապարակը, ինքը ամբողջությամբ ծածկում այդ 50 հազար մարդը։ Պատկերացնեք, այդքան մարդ գալիս է մի թիմի գաղափարները կիսում է, չի ալարում իր ազատորով գնում է ընտրության, ձայն է տալի ու ինքը որևէ կերպ ներկայացված չի, դա նորմալ չի։ Ինչու է կարևոր այդ մի տոկոսի շեմը իջեցնելը նաև, որովհետև մեր երկրին անհրաժեշտ են փոփոխություններ։ Այն ուժերը քաղաքական, որոնք կան դաշտում, մենք իրենց կառավարման մոդելը, մտածողությունը, ծրագրերը, պրոյեկտները, այդ ամեն ինչը մենք արդեն տեսել ենք ու մեր մաշկի վրա զգացել ենք։ Այդ մարդիկ փոփոխություն բերել չեն կարող։ Այդ մարդիկ առավելագույն ինչ կարող են առաջարկել մեզ, մենք այս ինչի տոկոսը կիչացնենք, հարկերի այս տոկոսը այսքան կիչացնենք, աշխատատեղերի քանակը այսքան կավելացնենք, մեր երկրին դա չի պետք։ Մեր երկրին պետք է նոր մտածողություն ունեցող քաղաքական ուժեր, մարդիկ, կերպարներ, անհատներ, կուսակցություններ, խմբեր, մեզ նորարարություն է պետք։ Ու այս մարդիկ, այդ նոր միտք գաղափար բերողները, իրենք չեն տեղավորվում, իրենց էությամբ չեն կարողանում տեղավորվել այն եղած կուսակցությունների մեջ, որտեղ հակասության մեջ են, այդ մեթոդները իրանց համար ընդունելի չեն, բայց նորներ չեն կարողանում որևէ կերպ հայտնվեն պարլամենտում։ Ու այս մի տոկոսը իսկապես շանս է տալու, որ պարլամենտում հայտնվեն մարդիկ, որոնք իրար ոչ թե վիրավորական են հայտնի սկեչի բառապաշարով իրար կվիրավորեն, այլ մարդիկ միտք գեներացնեն, խոսք գեներացնեն, հա, քաղաքական մտքեր կբերեն, առաջարկներ կանեն ու հնարավորություն կունենան նաև աճելու։ Ոչ մեկ այսօր ճնշող մեծամասնությունը ինչ թվում է, եթե դու ստիպված չես, դա քո աշխատանքը չի, դա քո մասնագիտությունը չի, ինձ թվում է ազգային ժողովի նիստերը ոչ մեկ չի նայում, որտեղ ոչ մեկ չի ուզում լսի, ներվերը ոչ մեկի չի հերիքում։ Բայց եթե քաղաքական միտք հնչի ու տարբերակված մտքեր հնչեն, բնականաբար բոլորս հետևելու ենք։ Ու վաղը այդ նոր ուժը, որ ընդամենը օրինակ 1-2 հոգով է ներկայացված, ինքը հնարավորություն է ունելու հաջորդ ընտրություններին շատ ավելի մեծ թվով մարդկանց
ձայները ստանալ։ Ու սա լինելու է մեր առաջարկած հեղափոխական քայլերի արդյունքում հաջորդ քայլերը լինելու են արդեն էվոլյուցիոն։ Մենք այլևս դնելու ենք ռելսերի վրա, որ հնարավորություն կտա փոփոխությունների գնալ։ Հիմա ճգնաժամ կառաջանա թե չէ, ես ասում եմ, հիմա կա օրինակ այդ մեծամասնության գաղափարը ու միտքը կա, բայց արդյոք մենք ճգնաժամ ունենք, թե չունենք երկրում, ամբողջ երկրում մենք ունենք ճգնաժամ, թե չէ։ Որովհետև երբ որ դու տալիս ես բոլոր լծակները ընդամենը մեկ ուժի, դու հնարավորություն ես ստեղծում, որ ինքը նշանակումներ անի կամ որոշումներ կայացնի, որը մենակ իրանց թիմի գաղափարն ու միտքն է։ Եվ նաև հաշվի առնելով են, որ պարտադիր չի, որ իրանք բացարձակ մեծամասնության ձայները հավաքեն։ Իրենք արհեստականորեն ստանում են այդ բացարձակ մեծամասնությունը։ Ասելա թե քիչ մարդկանց կողմից հավանություն ստացած թիմը, կուսակցությունը իր գաղափարները, մեկ էլ հանկարծ ստանում է ահռելի քանակությամբ գործիքներ, միանձնյա որոշումներ կայացնելու ու չկա որևէ գործիք այս process-ը կասեցնելու։ Ինչ կլինի, եթե պարլամենտում հայտնվեն շատ տարբեր ուժեր, շատ պարզ կլինի։ Իրանք ստիպված են լինելու իրար հետ մարդավարի խոսելու։ Իրար վրա շիշ շպրտելու հայելու փոխարեն, իրանք պիտի նստեն ու իրար հետ խոսեն։ Պիտի քվեարկություն լինի, օրինակ գլխավոր դատախազ նշանակելու համար ավելի մեծ թվով ձայներ է պետք, քան նախատեսվում է, քան կարող է ունենալ որևիցե մեկ թիմը, հա, ինչ պիտի անեն, պիտի նորմալ մարդու բերեն, պիտի պրոֆեսիոնալ մարդու բերեն, որը չունի այնպիսի հետագից, որի համար որևէ մեկը չուզենա քվեարկել։ Պիտի այնպիսի տեխնացություն առաջարկեն, որ մնացած ընդդիմադիրներն են վստահ լինեն, որ այս մարդը արդարադատություն է իրականացնելու եւ իրանց վերաբերյալ ապօրինի քրեական գործեր չեն հարուցվելու։ Այս պարագայում բնականաբար կլինեն դժվար է լինելու, ես պնդում եմ, որ շատ դժվար է լինելու, որտեղ մենք մի տեսակ սովորենք, հա, կառավարման տարբեր մոդելներ են մեզ մոտ գործել Հայաստանում, մենք բոլոր մոդելները վերածել ենք բանի, միապետության։ Ու այդ միապետական մտածողություն ունեցող մարդկանց համար իհարկե շատ դժվար է լինելու, որ իրանք պիտի նստեն ինչ-որ մեկի հետ, վիձիծիլի ընդդիմության հետ պիտի նստեն համաձայնեցնեն, այո, պիտի նստեն ու համաձայնեցնեն, պիտի նստեն ու խոսեն իրար հետ։ Մինչև մենք չսովորենք իրար հետ խոսել, իրար լսել, իհարկե պրոբլեմա լինելու, դժվար է լինելու, բայց սա առաջի քայլն է, սա, գիտեք, ոնց որ բուժումը լինի, հա, միշտ չի, որ հիվանդության բուժումը տենց մեզ համար շատ հաճելի process է լինում։ Ոչ պրոցեդուրաներն են առանձնապես հաճելի լինում, ոչ էլ դեղահաբերն են հաճելի լինում, բայց դու պիտի այդ դառը հաբերը խմելով գնաս դեպի բուժման։ Այսա այդ դառը հաբի բանի ֆունկցիայի մեջ է մոտավորապես։ Շնորհակալություն, ու մեկ էլ ես այդ տեխնոզամի հետ կապված ասում էի բան էլի, որ հավերժական ցիկլի մեջ չընկնենք ընտրությունների խորհրդարանական այդ իմաստով, որովհետև եթե չստացվեց ձևավորել համաձայնություն, ճիշտ եք ասում, բայց եկեք մյուս կողմը նայենք, արդյոք մեծամասնության տրամաբանության գոյության պայմաններում մենք ճգնաժամի մեջ չենք, մենք իսկապես ճգնաժամի մեջ ենք։ Մենք պիտի կարողանանք դուրս գալ այս վիճակից։ Կլինեն թիմեր, որոնք ես կարծում եմ, որ կփորձեն անգամ խաղից դուրս կմնան, որովհետև արհեստական ձայների ստանալու պայմաններում կամ խաղի անհավասար պայմաններում իրանք անընդհատ գիտեն էլի, որ կարող են չարաշահումներ անել, կարող են օրինակ մենք օրինակ որ առաջարկում ենք 100 օր հետո ընտրություններ կազմակերպել, մեր պայմանը հետևյալն է, վարչապետի տեխնացուն այլևս 10 տարի որևէ նշանակովի կամ ընտրովի պետական պաշտոնի չի հավակնելու եւ դա հենց այդպես է լինելու է, իսկ մեր կուսակցությունն լուծարվում է, սա ինչ է նշանակում, որ առաջի անգամ մենք պիտի իրականացնենք ընտրություններ, որտեղ նու պարզա որ ֆինանսական իմաստով հավասար պայմաններ չեն լինելու, բայց առնվազն գոնե իշխանությունը չի ունենալու այն լծակները եւ մնացածի համար էլ կանխելու է, հնարավորինս կանխելու է այն լծակները, որոնք չարաշահվում են անընդհատ այս ամբողջ ընթացքում։ Ասելա թե գոնե մի անգամ ընտրություն կլինի։ Ու երբ որ մի անգամ մարդիկ տեսնում են, որ ընտրության արդար եւ ազատ ընտրության պայմաններում կարելի է ձևավորել, դա դառնում է, գիտեք, առաջի քայլն է սովորույթ ձևավորելու տեսակետից։ Մենք պիտի ձևավորենք այլ մտածողություն ունեցող միջավայր, մարդկանց միջավայր, ազատ մտածող մարդկանց միջավայր։ Մենք պիտի հնարավորություններ ստեղծենք ազատ ընտրություններին, առհասարակ պետական մարմինների նկատմամբ վստահության միջավայրը պիտի ձևավորենք, իրար նկատմամբ վստահության միջավայրը պիտի վերականգնենք։ Բազմաթիվ հարցեր կան, որը դու պիտի սկսես, ինչ որ պահի պիտի սկսվի։
այդ սովորույթը ինչ որ օր պիտի ձևակերպվի, ձևավորվի։ Մենք կարծում ենք, որ այս ընտրությունները, հա, ու մի բան էլ ասեմ, շատերը մեզ մեղադրում են, չգիտեմ, այդ հարցը կլինի թե չէ, մեզ մեղադրում են, ասում են, բա հիմա դրա ժամանակն է։ Սենց ճգնաժամային իրավիճակում եկել եք ինչ եք առաջարկում։ Ժողովուրդ, երբ որ կիսա տաք, կիսա չոր, կիսա քաղցր վիճակ ա լինում, ոչ մեկ չի ուզում գնալ էական փոփոխությունների։ Ճգնաժամերը առհասարակ հրաշալի ժամանակ է, որպեսզի դու գնաս խորքային փոփոխությունների։ Ես համոզված եմ, որ հիմա լավագույն ժամանակն է այդ փոփոխությունների գնալու, որովհետև այդ փոփոխությունները մեզ հնարավորություն են տալու այդ բովանդակային որակապես փոխել իրավիճակը։ Այնպես որ հիմա լավագույն ժամանակ, ամենածանր ժամանակներն է, ես կարծում եմ մեզ համար, հույս ունենամ, որ սա է ամենածանրը, ու նաև լավագույն ժամանակն է փոփոխությունների գնալու տեսանկյունից։ Լավ, շնորհակալություն։ Շնորհակալություն, Անատոլի։ Շնորհակալ եմ։ Տիկին Կարապետյան, դուք խոսում եք, որ այսպես թե այնպես նույն քրեա-օլիգարխիկ ուրեմն գաղափարները կրող անձին կասնում են խորհրդան, իսկ դուք չեք մտածում, որ շեմը իջեցնելով 1% ավելի շատ քանակով նման անձին կանցնեն խորհրդան եւ նրանց խոսքը ավելի վճռորոշ կդառնա խորհրդանում։ Այդ վտանգը հիմա էլ կա, երբ որ տոկոսը բարձր է, որովհետև քրեա-օլիգարխիկ մասան ինքը հնարավորություն ունի իրանց հայտնի ներողություն իհարկե բառի համար, բայց իրանց տասովշիկների օգնությամբ, իրանց ոչ այդքան մաքուր գումարների օգնությամբ իրանք միևնույնն է կարողանում են դա անել, հետևաբար դուք գիտեք ինչ, նորից բուժվելու հետ օրինակը բերեմ, կպատկերացնեք, բացում եք ցանկացած դեղամիջոց, այն ինստրուկցիան որ կա, ուրեմն գրած է օգնում է այսինչ բաներին, վտանգավոր է այսինչ դեպքերում, բայց բժիշկը ձեզ միևնույն այդ դեղը նշանակում է, որովհետև այն վտանգը, որը դուք կանխելու եք այդ դեղը խմելով, շատ ավելի մեծ է իր բովանդակությամբ, կան այն հնարավոր ենթադրյալ վտանգները, որոնք կարող են լինել կամ չլինել։ Հիմա այս նույն տրամաբանությամբ, այո, կարող են առանձին անհասկանալի կերպարներ հայտնվել պարլամենտում, բայց այդ անհասկանալի կերպարները մշտապես եղել են պարլամենտում։ Մենք մշտապ անուններ չեմ ուզում տամ, չգիտեմ դուք կհիշեք թե չէ, բայց մենք ունեցել ենք քրեական ենթամշակույթ կրող այնպիսի կերպարներ, որոնք աննկարագրելի կերպարներ են, իրանց բառապաշարով, իրանց պահվածքով, իրանց տեսքով, իրանց խոսքով խայտառակ։ Մենք ունեցել ենք մարդիկ, որոնք անգամ բավարար կրթություն չեն ունեցել, էլի ասում է 4 կլասը ի կարիդոր, ասում են, կրթությունը ինչ է։ Այսինքն մենք բոլոր տեսակի մարդիկ այնտեղ տեսել ենք։ Հետևաբար այն հնարավորությունը, որ տալիս է 1%-ի շեմը իջեցնել, այսինքն նոր առողջ ուժերի հայտնվելը, ինքը կասեցնում այն վտանգը, որ կարող են նաև վատը լինել, որովհետև հաջորդ անգամ ժողովուրդը երբ որ գնա ընտրության, երբ որ ինքը պարլամենտում տեսնում է որակյալ միտք բարձրացնող, հա, գաղափարներ բարձրացնող, ինչ որ գործողություններ անող առողջ ուժի է տեսնում, ինքը հաջորդ անգամ չի գնալու ընտրելու քրեական ենթամշակույթի կրողների կամ օլիգարխների, ինքը գնալու է ընտրի նրանց, ովքեր իր խնդիրներն են բարձրաձայնում ու իր խնդիրներն են լուծում։ Այնպես որ հա, վտանգը կա, իհարկե կա, բայց նաև հակառակ էֆեկտը կա։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ եմ։ Շնորհակալություն, Սուրեն։ Բարև, շնորհակալ եմ հարցի համար։ Ինչպես գիտենք, Դանիել Իանոսյանը Facebook-ի իր էջում գրել է. «Մեջբերում բոլորին դեմ եմ կուսակցության ընտրական ցուցակով պատգամավորի տեխնատու Նինա Կարապետյանը H2-ի եթերում հայտարարել է, որ իրենց ավտոբուսի նկատմամբ ոտնձգությունների դիտորդներին չեն հետաքրքրում։ Տիկին Կարապետյանցի այս հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան մեր մասին դիտավորյալ տարածված ապատեղեկատվություն, քանի որ Կարապետյանցը չէր կարող չիմանալ, որ անկախ դիտորդ դաշինքի երկարաժամկետ կառաքելության ղեկավարը անձամբ է զանգել իրեն, ներկայացել ու մի քանի րոպե տևած խոսակցությունում առաջարկել օգնություն, ճշտել մանրամասները, ինչպես նաև հայտնել, որ պատրաստ ենք աջակցել ընտրական իրավունքի պաշտպանության հարցում»։ Միջբերման ավարտ։ Ինչ կարող եք ասել, ոնց կարող եք մեկնաբանել, որովհետև սա հենց Facebook-ում գծած է ու բոլոր դիտորդները կարող են տեսնել։
Տեկասում Պարունյանիսյանի ղեկավարած այդ դիտորդական կամ չգիտեմ անդամակցած էդիտորտական խմբից իսկապես զանգահարել են, մենք խոսել ենք ավտոբուսի հետ կապված, ինչու եմ ես համարել, որ չի եղել բավարար արձագանք, որովհետև պարոն Յանիսյանի, ամեն անգամ պարոն Յանիսյանի իմ ճանապարհին սենց անցնում է, ինչքան խուսափում եմ այդ հարցին պատասխանելուց, այնքան ավելի շատ է լսվում։ Տեսեք, պարոն Յանիսյանի փոխկապակցվածությունը գործող իշխանությունների հետ ինձ համար այնքան ակնհայտ է, որ ես չեմ ընկալում պարոն Յանիսյանին եւ իր ղեկավարած որևէ թիմի անաչառության հարցում ես մեծ կասկածներ ունեմ, հիմնավոր կասկածներ ունեմ։ Պարոն Յանիսյանը տվել է բազմաթիվ հարցազրույցներ, այդ թվում, եթե ժամանակ ու հավես ունենաք, մի հատ լսեք, օրինակ Դանիել Յոնիսյանի եւ Կարպիս Փաշոյանի բավականին երկար տևած հարցազրույցը, որտեղ պարոն Յանիսյանը պատմում է հետեւյալ թեզը, բանը Տեման էլի, ասում է մի օր գնացել էի մի հատ հանդիպան, ափսոս բանը մոտս չի, հա, այդ մեքենայի մեջ է մնացել։ Լավ, բառացի չեմ ասում ինչ ասել, բայց միտքը հետևյալն էր։ Ուրեմն գնում է մի օր մի հատ հանդիպան, ու այդտեղ լինում են ներկա բազմաթիվ տարբեր տեսակետներ ունեցող մարդիկ, որոնք քննարկում են ինչ որ մի կուսակցություն փակել թե չփակել, թույլ տալ ինքը գործի թե թույլ չտալ, որ ինքը գործի։ Հետո ինչ որ մեկը ասում է, որ չեկեք թույլ չփակենք, որովհետև եթե փակենք իրանց ռեյտինգները կբարձրանա, նո շարունակությունը կարևոր չի։ Հիմա հարց։ Հայաստանի Հանրապետությունում ով կարող է կուսակցություն փակելու մասին որոշում կայացնել։ Վարորդների իրավունքներով զբաղվողները կարան փակեն, չեն կարա։ Իրավապաշտպան կառույցները կարան փակեն, չեն կարա։ Դուք ասեք Գյուղատնտեսությամբ զբաղվող ՀԿ-ները օրինակ կարան փակեն, չեն կարա, որևէ այլ կուսակցություն, որևէ մեկ այլ կուսակցությանը փակելու ընտրություններին չմասնակցելու իրավունք կարա տա, չի կարա տա, իսկ ով կարա տա, իշխանությունները, միայն իշխանությունները կարող են կայացնել այդպիսի որոշում, որովհետև միայն իրանք ունեն այդպիսի լծակներ։ Հետևաբար փաստորեն պարզվում է, որ պարոն Յանիսյանը մասնակցել է տարբեր միջոցառումների, որտեղ քննարկվել է, որպես չգիտեմ, որպես անհատա գնացել, որպես քաղաքասարակության ներկայացուցիչ գնացել, բայց ինքը մասնակցել է միջոցառումների, որտեղ քննարկվել է ինչ որ կուսակցություն փակել, չփակելու հարցը։ Հետևաբար պարոն Յոնիսյանը ինձ համար անաչառ եւ օբյեկտիվ չի կարող համարվել եւ իր ղեկավարած կառույցն ինձ համար անաչառ եւ օբյեկտիվ չի եւ հետևաբար եթե դու անաչառ եւ օբյեկտիվ լինել չես կարող դիտորդական առաքելություն իրականացնել չես կարող չէ կարող ես ձևական առումով բայց ես ինքս ինձ համար ունեմ համոզմունք որ դա դիտորդական առաքելություն չի իր ամբողջ էության ու բովանդակության տրամաբանության մեջ որը պիտի ունենա դիտորդական առաքելությունը ու զանգին ինչու եմ նաև զանգին պատասխանես ու քաղաքավարության հարց է Ժորժ ջան ինձ զանգ են տալի տարբեր տեղերից եւ ես բոլոր զանգերին եթե ազատ եմ լինում ի վիճակի եմ լինում պատասխանելու եթե ղեկին չեմ լինում եւ հանդիպման չեմ լինում մշտապես պատասխանում եմ բոլորի զանգերին ու կապ չունի նույն տրամաբանությամբ կան լրատվամիջոցներ որոնց փոխկապակցված են օրինակ տարբեր մարդկանց հետ, որոնց ես մեղմ ասած չեմ համակրում։ Բայց եթե լրագրողը քեզ զանգել է, ուրեմն դու պիտի պատասխանես իր հարցերին։ Հիմա դիտորդա ներկայացող մարդը զանգել է, ես էլ պատասխանել եմ հարցերին։ Ես դրա մեջ որ արտառոց բան չեմ տեսնում։ Ես հասկանում եմ, որ պարոն Յոնիսյանը անդադ փորձում է եւ նաեւ իշխանությունների հետ համատեղ փորձում են վերականգնել վստահելիությունը իր նկատմամբ, բայց ցավոք սրտի այս վերջի տարիների ընթացքում այն վստահությունը, որը ուներ այդ կազմակերպությունը, ես մեծ ցավով եմ սա ասում, որովհետև ոչ միայն պարոն Յոնիսյանը, բազմաթիվ քաղաքասարակության ներկայացուցիչներ իսկապես վաստակել էին այդ իրավունքը լինել վստահելի կերպար համարվել բայց իրենց վարկով, իրենք ցավոք սրտի, մեծ ցավով եմ ասում, որտեղ քաղաքասարակությունը ամենակարևոր բաղադրիչներից է պետության, ժողովրդավար պետության կայացման տեսանկյունից։ Ես մեծ ցավով եմ ասում, մենք այսօր չունենք քաղաքասարակություն։ Այնպես որ պարոն Յանիսյանը ասում է ինչ արել է ինքն է արել, դենց չի որ ես ինչ-որ ավելորդ բան եմ այստեղ ինձ թույլ տվել։ Լավ, շնորհակալություն պատասխանի համար։ Ես եմ շնորհակալ։ Շնորհակալություն Մարիանա։ Ողջույն, շնորհակալություն հարցի համար։ Իմ հարցը հետևյալն է։ Ձեր կուսակցությունը հայտարարել է, որ ձեր վարչապետը, այսինքն դուք, չեք զբաղվելու քաղաքականությամբ, եթե ընտրվեք։ Ուզում հասկանամ տվյալ որոշման, այսպես ասած, միտումը եւ իմաստը,
թե ոնց կարող է երկրի առաջին դեմքը քաղաքական էնել, չզբաղվի քաղաքականությամբ, եւ երկրորդ հարցս այն է, որ ինչու որոշեցիք ընտրություններից մի քանի ամիս առաջ ստեղծել տվյալ կուսակցությունը եւ սկսել քարոզարշավը։ Շնորհակալություն հարցի համար, մի փոքր ճշտում, վարչապետի տեխնացուն չի կարող զբաղեցնել որևէ քաղաքական ընտրովի կամ նշանակովի պաշտոն, բայց քաղաքականությունը ինքը ավելի լայն կոնտեքստ ունի եւ քաղաքականությամբ դու կարող ես զբաղվել շատ տարբեր ձևերով։ Ու ես պատրաստվում եմ շարունակել զբաղվել քաղաքականությամբ, ինչպես արդեն հայտարարել եմ, ուղղակի 10 տարի կտրվածքով չեմ կարողանալու զբաղեցնել որևէ պաշտոն։ Մենք այս հարցը շատ երկար ենք քննարկել բոլորին դեմ մի թիմի հետ, որովհետև սա տենց մի քիչ խնդիր առաջացնող է, հա, որովհետև եթե դու մտնում ես քաղաքականության մեջ, դու պիտի նաև ձգտես ունենալ լծակներ քո նպատակները, քո, չգիտեմ, ծրագրեր իրականացնելու համար, իսկ առանց որոշակի պաշտոններ զբաղեցնելու դա չես կարողանել։ Մյուս կողմից, քանի որ բոլորին դեմ եմ թիմում մեծ թվով մարդիկ են հիմա ներգրաված, ովքեր պատրաստվում են ապագայում զբաղվել, ոչ թե ապագայում, արդեն զբաղվում են քաղաքականությամբ եւ իրենց ապագան տեսնում են քաղաքականության մեջ, ես համարել եմ, որ սա կլինի, ես կլինեմ այն տրամպլինը, որը ափսոս չի զոհաբերել հանուն նրա, որ նոր սերունդ կան, նոր մտածողություն ունեցող մարդիկ կան ու մտնեն քաղաքականության մեջ, որովհետև մեր մոտ տենց ընդունված է, չէ, կամ առաջի համարը կամ իրենց հավերժ վարչապետի տեխնացուն տենց հավերժ պիտի մնա քաղաքականության մեջ ու ոչ մեկին այդ դիրքը չզիջի։ Ես դրանից ոչ նեղվում եմ, ուղիղ հակառակը, ես շատ ուրախ եմ, որ երիտասարդ, համեմատաբար իհարկե երիտասարդ, որտեղ 30-35 տարեկան արդեն բավականին հասուն մարդիկ են, հատկապես եթե այդ մարդիկ կարողացել են կայանալ բիզնեսում, պատերազմի մասնակից լինել, հանրային գործունեությամբ զբաղվել, ակտիվիստական գործունեությամբ զբաղվել, իսկ կարծում եմ մարդիկ լրիվ կայացած մարդիկ են եւ իրենք հատկապես եթե իրենք ունեն նաեւ որոշում քաղաքականությամբ զբաղվելու, դա միայն ողջունելի է։ Ես էլ գեղեցիկ կգնամ կզբաղվեմ իմ այլ գործերով, ելի քաղաքական գործերով կզբաղվեմ, բայց առանց պաշտոններ զբաղեցնելու։ Երկրորդ հարցն էլ կհիշեցնեք, Մարիանա ջան։ Հիշեցի, լավ։ Մարիանան հարցը տվեց ու գնաց։ Լավ, հիշեցի։ Բանը, ինչու ամիսներ առաջ որոշեցինք կուսակցություն ստեղծել ու զբաղվել։ Տեսեք, 20 թվականից հետո շատ մեծ թվով մարդիկ տարբեր ֆորմատներով փորձել են լուծումներ գտնել պատերազմից հետո այս ճգնաժամային իրավիճակից դուրս գալու համար։ Իրանց թվում են եղել, մենք տարբեր մարդիկ են եղել, ես ինքս մասնակցել եմ երևի, եթե չասեմ հազարավոր, գոնե հարյուրավոր հանդիպումների եմ մասնակցել, որտեղ իրարից շատ տարբեր մարդիկ լուծումներ են փնտրել, բայց այդպես էլ չենք կարողացել ինչ-որ ընդհանուր մտքի ու գաղափարի գալ։ Զուգահեռաբար բոլորին դեմ եմ տղաները եւս փնտրտուքների մեջ են եղել եւ գտել են լուծում։ Համերաշխության հաշտության են եկել, ու այդպես է ստացվել։ Երևի մի 6 ամիս առաջ մենք մի քիչ ավելի շուտ իմ գործընկերների հետ նժար սամդրական շարժման շրջանակներում մենք երևի անցած տարվա օգոստոս ամիսներ, երբ որոշում կայացրեցինք հավաքվել ու լուծումներ առաջարկել հասարակությանը, պատրաստվել ընտրությունների, ու այնպես ստացվեց, հիմա ասում այդ հայտնի պատմությունը։ Այնպես ստացվեց, որ դիրիժոր կա բլոգեր Վարդանը Հակոբյան Վարդանի եթերում բոլորին դեմ մի թիմից անդամներից մեկը անհաջող արտահայտություն արեց, առայն որ Նինան էլ է պատրաստվում գա թագավոր դառնա, դրա համար է ձգտում ընտրություններին մասնակցելու, դա մեր բանավեճի առիթը դառավ, մենք բավականին տենց լուրջ վեճ ունեցանք, հանրային կոնֆլիկտ ունեցանք, որից հետո հանդիպեցինք, խոսեցինք, երկար խոսեցինք, մի քանի անգամ հանդիպեցինք, խոսեցինք ու հասկացանք, որ մենք այնքան ընդհանուր բաներ ունենք, այնքան ամենակարևոր հարցը մեր արժեհամակարգը այնքան մոտիկ է իրար, իսկ դա ամենակարևոր մասն է, որովհետև դու կարող ես շատ տարբեր պատկերացումներ ունենալ լուծումների տեսակետից, թե հարցը ոնց պիտի լուծես, բայց եթե քո արժեհամակարգը մոտիկ է ու նույնական է, դուք բացի իրար հետ լինելուց ուրիշ տարբերակ ուղղակի չկա, էլի։ Ու մենք որոշեցինք, որ պիտի դա անենք միասին։ Նժարի պրոյեկտը ինքը շատ ավելի մեծ էր, շատ ավելի ընդլայնված էր, շատ ավելի խորքային էր, բոլորին դեմը կարողացել են բավականին մեծ թվով մարդկանց առաջի փուլում մոտ 1000 հոգի մարդ էին կարողացել 6 ամիս առաջ հավաքել կուսակցությունը հիմնադրելու համար
եւ դա եւ կարողացել են հաշտության ու համաձայնության գալ այս 3 կետերի շուրջ, որոնք ես արդեն ասեցի, մենք էլ որոշեցինք, որ այդ բանը կա, չէ՞, մի տեսակ մեծամտություն կա, բոլորը ասում են մենք ավելի հին ենք, մենք ավելի մեծ ենք, մենք ավելի հարուստ ենք, մեր օֆիսը ավելի լավն է ու թանկ է, հա, այդ կրիտերիաներով են չափում։ Մենք մտածեցինք, որ երկար քննարկելուց հետո հասկացանք, որ բոլորին դեմ է մի առաջարկը, դա ընդհանրապես առաջին քայլն է, որը մենք կարող ենք իրականացնել, ու այդ առաջին քայլը իրականացնելուց հետո մենք կարող ենք շարունակել նժարի պրոյեկտները կյանքի կոչել, էլի տարբեր ճանապարհներով։ Կլինեն մարդիկ, ովքեր նժարին կմիանան, կլինեն մարդիկ, ովքեր չգիտեմ, մեր գաղափարները առանձին կվերցնեն, կփորձեն իրականացնել, ասել, թե սա շարունակություն անելու, բայց առաջի փոքր քայլը անելը, սա ամենաողջամիտ գործողությունն էր այս իմաստով։ Դրա համար մենք սկսեցինք process-ի մեջ մտանք։ Ես գիտեմ, որ շատ մեծ կասկածներ կան, որ մեզ ինչ-որ տարբեր թիմերի հետ են կապում, մեզ փորձում են ինչ-որ, բայց ամենասյուրը այն է, որ միաժամանակ փորձում են կապել եւ իշխանությունների հետ, եւ ընդդիմության հետ, եւ, չգիտեմ, տարբեր երկրների հետ են փորձում կապեն, ժողովուրդ, չէ, հավատացեք, մարդիկ կան, ովքեր այնքան ազատ են, որ ի վիճակի է ինքնուրույն որոշումներ կայացնել եւ ինքնուրույն խաղացողներ լինել։ Շատ լավ, Շնորհակալություն։ Անդրեյ Մարիանա ջան։ շնորհակալություն Անատոլի։ Նորից ես Տիկին Կարապետյանց խոսում եք Դանիել Իոնիսյանի շահկապվածությունից իշխանությունների հետ, այ վստահ եմ, որ վերջին շրջանում Աննա Հակոբյանի հետ տեղի ունեցած իր ուրեմն ընթարման մասին լսել եք, որից հետո անգամ Աննա Հակոբյանը, Տիկին Հակոբյանը հրավիրեց հրատապասուլից, այսքանից հետո ինչպես կարող ենք ասել, որ Դանիել Իոնիսյանը շահկապված է իշխանությունների հետ եւ որևիցե մի կապ ունի նրանց հետ։ Հարգելի Անատոլի, հիմա պիտի բան անեմ, էջիստական բան ասեմ, դե հիմա ինչ ասեմ, պիտի ասեմ։ Դուք էլ որ մի քիչ երկար ժամանակ հետևեք քաղաքական դաշտին, դուք կտեսնեք, դուք կզարմանաք, թե ինչ խաղեր են տալիս բոլոր իրար հետ, ու ինչ անհավանական բանը սիմբիոզներ են տեղի ունենում, ու այդ հայտարարությունները անկեղծ ասած ինձ համար ոչինչ չեն նշանակում, որովհետև show must go on, show-ն պիտի միշտ շարունակվի եւ ես վստահ եմ, որ դա show-ի մասն է։ Շատ լավ, շնորհակալություն, կարծում եմ պարոն Յուաննիսյանը այս արձագանքների հատվածը կտեսնի։ Ռոբերտ։ Հաստատ կտեսնի, պարոն Յուաննիսյանը շատ տենց ջանասիրաբար հետևում է ու պատասխանում է։ Մենք չենք նեղվում։ Անկախ ամեն ինչից մենք շարունակում ենք մի երկրի քաղաքացիներ մնալ, մենք մի երկրում ենք ապրում, ես չեմ պատրաստում որևիցե մեկի հետ թշնամանալ, բայց ասում եմ կներեք իրավիճակը ստիպում է, որպեսզի մարդ իր տեսակետը շատ ավելի բաց հայտնի, այլ պարագայում ես գուցե կաշկանդված կնեի, որպես նախկին գոլեգա, տենց շատ չի ուզենա թիրախավորել, բայց իրավիճակը ստիպում է։ Շատ լավ, Ռոբերտ։ Շատ լավ, Արփի ջան, ներկայանալու կարիք կա ինչ-որ ոնց որ ահա, դե եւս մեկ անգամ ներկայանամ նախ Տիկին Կարապետյանց, ես Ռոբերտն եմ, ծննդով Սևանից, շուտով տեղափոխվելու եմ Դիլիջանի միջազգային դպրոց ու հարցս հետեւյալն է, Տիկին Կարապետյանց, դե հանրությանը հայտնի է, որ դուք տարիներ շարունակ եղել եք որպես սկզբունքային, անկախ իրավապաշտպան, ձեր ռեպուտացիան հենց այդպիսին է, ով երբեք չի խուսափել իրադարձություններին իրական անուններ տալուց, բայց այսօր դուք արդեն կուսակցական գործիչ եք ու ընտրական ցուցակում եք, իսկ քաղաքականությունը ուզենք թե չուզենք թիմային շահերի ու լռության կոմպրոմիսների դաշտ է։ Անկեղծ խնդրում եմ լինեք, արդյոք արդեն զգում եք, որ որպես կուսակցության դեմք կորցրել եք ձեր նախկին որոշակիորեն բացարձակ իշխանությունը։ Կամ մի թեմա, որի հետ ոնց որ ներքուստ համաձայն չեք եղել, բայց ստիպված եք լռել կամ մեղմացնել ձեր տոնը, որ չվնասեք ոնց որ բոլորին դեմ եմ կուսակցության նախընտրական արշավին։ Ես բացարձակ իշխանություն չեմ ունեցել, դրական խոսքերի համար շատ շնորհակալ եմ։ Ես նաև կուսակցության անդամ չեմ, որովհետև կուսակցությունը հիմնադրել են այլ թիմ, մենք ուղղակի ֆորմալ, այսպես չենք ֆորմալիզացրել որպես կոալիցիա հայտնի պատճառներով, որովհետև 4%-ի շեմը հատելու բավականին խնդիր էր ունելու մի կողմից, մյուս կողմից նժարը որպես այդպիսին կուսակցություն չի գրանցել, ասելա թե ես որևէ կուսակցության անդամ չեմ,
եւ որևէ կուսակցության շահերը պաշտպանելու կամ այսպես թիմային բաները շահերը ներկայացնելով կաշկանդված չեմ, ավելին ասեմ, երբ որ մենք միանում ենք բոլորին դեմ եմ թիմին, այնտեղ միացել են բազմաթիվ նախաձեռնություններ, խմբեր, թիմեր եւ մեր պայմանավորվածությունը եղել է հետեւյալը, որ մենք կաշկանդված չենք մեր անձնական կարծիքը հայտնելու որևէ հարթակում, որևէ տարբերակով, ուղղակի մենք բոլորս միավորվում ենք այս 3 կետերը կյանքի կոչելու համար։ Ասելա թե ես որևէ տենց կաշկանդվածություն չունեմ ու մի բան էլ ասեմ, դա ամենա այդ սուր տարբերակներից էր, մեր տղաներից մեկը Արամը Քոչարյան գնացել էին բանավեճի, այնտեղ առաջարկում են, հմեկ էին գնացել բանավեճի, այնտեղ առաջարկում են, որ դուք կարող եք ձեր թիմակիցներից բերել, որպեսզի ձեզ այսպես ծափահարեն, հա, այդ ֆոնը ստեղծեն իրանք, դա բոլորին են առաջարկում, մենակ մեզ չեն առաջարկել, ու Արամը եկել էր ու բողոքում էր, կարծեմ նաև հանրային դա հրապարակել է, ասում է բոլորի կողմնակիցները լավ բան ասեն, վատ բան ասեն, բոլորը ծափ էին տալի, մենակ մեր կողմնակիցներն են, մենակ լավ բան է ասում ծափ էին տալի, եթե ինչ-որ սխալ ձևակերպում էր լու, դաժե մերոնք ծափ չէին տալի։ Ասելա թե երբ որ հավաքվում են ազատ մտածողություն ունեցող մարդիկ, իրանք խնդիր չունեն այդպիսի կաշկանդվածության, բան կար, սովետական ռուսերեն չգիտեմ, բոլորը գիտեք թե չէ, որ բան կար սովետի ժամանակ, ասում էր партия сказала надо, комсомол ответил есть։ Չկա այս հարթակում չկա ինչ որ մեկի կուսակցություն, որտեղ գիտեք կան անուններ չտամ, այս ինչի կուսակցություն, այն ինչի կուսակցություն, չէ, ու այնտեղ եթե շեֆը ինչ որ բան որոշել է ու ասել է հանձնարարականը իջեցրել է, ուզես չուզես դու պիտի համաձայնվես ու գնաս կյանքի կոչելու շեֆի ասածը, որովհետև դա շեֆի կուսակցությունն է։ Սա այդ տրամաբանության մեջ որևէ կերպ չի տեղավորվում, հետևաբար որևէ կաշկանդվածություն չունեմ ոչ փակ հարթակում հարցերին պատասխանելու, ոչ բաց հարթակում ինչ որ հարցերի պատասխանելու։ Եթե կոնկրետ հարց ունեք, որը Ռոբերտ ջան, որը ինչ որ բան համարում եք, որ դրան պետք է որ ես արձագանքեի, սիրով կասեք։ Ինչ որ կոնկրետ դեպք կա, որով պիտի արձագանքեի։ Չէ, ես հենց ձեզ էի ասում, ինչ որ կուզեք կոնկրետացնել, ոնց որ մի օրինակ բերեք, որ ոնց որ համաձայնություն չի եղել։ Ոնց որ ինձ հետաքրքիր է զուտ։ Հարցեր, որոնք հա, ասեմ, օրինակ ակցիաների հետ կապված, ես նախորոք ասել եմ ինձանից կլինի ինձանից նախորոք չհարցնեք ինչ եք անելու, որովհետև եթե ինձ հարցնեք կարողա չանեք, բայց ինձ օրինակ շատ դուր է գալ իրանց կրեատիվությունները եւ իրանց հումորային մոտեցումները, իրենց դրանց դրսևորումները, որովհետեւ այդ բոլոր ակցիաները օրինակ իրանք շատ գեղեցիկ են կազմակերպում, բարի են կազմակերպում, ոչ մի ագրեսիա, ոչ մի բան չկա դրա մեջ։ Նորից ես կարողա չուզենայի, որ այդպիսի ակցիա լիներ, բայց պրինցիպի օքեյ է, նորմալ է։ Գիտեք, այստեղ շատ կարևոր է, որ որոշումները կայացնելուց առաջ մենք շատ երկար քննարկում ենք։ Այսինքն մենք այդ պարլամենտի տրամաբանությունը, որ մարդիկ պիտի իրար հետ խոսան, ու ասեմ, որ շատ տարբեր ենք, մենք թիմի ներսում շատ տարբեր մարդիկ ենք։ Այն խիստ պահպանողականներից միջև տենց խիստ լիբերալներ մարդիկ կան։ Ու այս մարդկանց մեջ որևէ որոշում, կարևոր որոշում կայացնելուց առաջ դու պիտի շատ երկար խոսես, դու չես կարող հանձնարարություն իջեցնել, ասել այ դու կգնաք այս ինչ բանը կանեք։ Մենք շատ երկար ենք դրա շուրջ խոսում, դա ավելի դժվարացնում է process-ը, բայց սա ամենալավ տարբերակն է, նախապատրաստական փուլ է, ինչ որ մենք առաջարկում ենք պարլամենտում 1% իջեցնել եւ տարբեր ուժերի ներկայացվածություն ունենալ, իրար հետ նստել, մարդավարի խոսել, ընդհանուր որոշումներ կայացնել ու հետո կյանքի կոչել։ Ու այս տրամաբանության մեջ ես տենց ինչ որ շատ մեծ դիսկոմֆորտներ չունեմ, որտեղ նորից արժե համակարգի տեսակետից մենք մաքսիմալ իրար մոտիկ ենք, մաքսիմալ։ Շատ լավ, շատ շնորհակալ եմ համապարփակ պատասխանի համար։ Շնորհակալություն, Տիկի Կարապետյանց, երևի ամփոփ ենք ու հա, Կիրիլը հարց ունի, ներողություն Կիրիլ։ Բարև ձեզ, ներողություն եմ խնդրում ձևաչափի համար։ Ես Կիրիլ Խաչատրյանն եմ, 17 տարեկան։ Տիկին Կարապետյանց, նախ առաջ շնորհակալ եմ այս հանդիպումը կազմակերպելու համար, իսկապես շատ կարևոր փորձառություն է։ Նախ ցանկանայի իմանալ, դուք քննարկել եք թե չէ ձեր 100 օրվա կառավարության մասին, ձեր ծրագրի մասին, թե ինչ եք պատրաստվում անել, էլի, կախված գերիների հարցի հետ, մեր տվյալ ճգնաժամային իրավիճակում, թրիփի մասին, ինչ եք մտածում ընդհանրապես, ինչ պետք է արվի ձեր
կուսակցության օրոք, դրա մասին խոսել եք թե ոչ։ Տեսեք, գերիների հարցը դա այն հարցերից մեկն է, որը բոլոր ժամանակներում, անկախ նրանից դու 100 օրով ես գալի, թե 15 վայրկյանով ես գալի, թե 5 տարով ես գալի, ցանկացած հնարավորություն դրական լուծում տալու, դա պիտի քննարկվի, դա քննարկման ենթակա չի։ Դեպ ասեմ, որ ես միջև քաղաքականություն մտնել իրավապաշտպան գործունեության ամբողջ այդ ընթացքում ես այդ հարցերով զբաղվել եմ որպես կազմակերպության ղեկավար տարբեր միջազգային կառույցներով, այնպես որ դա ինձ համար պրիորիտետ հարց է։ Այդ այն քիչ հարցերից է դեպ, որ գործող իշխանությունների հետ ես պատրաստ եմ եղել համագործակցել, որովհետև մնացած հարցերում մեր ջրերը մի առվով չի գնացել, բայց գերիների տարբեր այլ հարցեր, որոնք իրենց հետ են, անհետ կորածների գերիների հետ կապված հարցերում, ես պատրաստ եմ եղել իրենց հետ մի սեղանի շուրջ նստել ու մտածել ինչ ճանապարհներ ու ուղիներ կան քննարկելու։ 100 օրում եթե լինի ցանկացած տարբերակ քննարկվելու է, ես ասեցի սկզբից էլ, որ մենք դարակազմիկ որոշումներ կամ մեծ փոփոխությունների, ռիսկային փոփոխությունների չենք գնալու, մենք հայտարարել ենք մորատորի բոլոր գործողությունների վրա, որպեսզի լրացուցիչ խնդիրներ չստեղծենք մեր պետության համար, բնականաբար կասեցնելով այդ ընթացքում այն process-ները, որոնք որ ֆորս մաժորային կարող են տեղի ունենալ, բնականաբար դրանց արձագանքելով, համարժեք արձագանքելով, մնացած բոլոր հարցերը մենք թողելու ենք հաջորդ կառավարության լուծմանը, որտեղ մենք ձայն ենք ստանում, բոլորին դեմ եմ քաղաքացիներից բացառապես այս 3 գործողությունը իրականացնելու համար։ Նու պարզա, որ պետությունը անտերության մատնված չի լինելու, պարզա, որ բոլոր ոլորտային նախարարությունները իհարկե աշխատելու են, բոլոր այն պրոյեկտները, որոնք սկսվել են եւ նաեւ մեր համոզմամբ անիվ պրոյեկտը չեն, իրենք իհարկե շարունակությունը ստանալու են, այո, անիվները կասեցվելու են, եթե վարկյան անգամ կասկած լինի, որ ինչ որ կոռուպցիոն ռիսկեր կա, իհարկե դրանք կասեցվելու են։ Ասելա թե մենք չենք գնալու այդպես դարակազմիկ ռազմավարական մեծ գործարքների ու փոփոխությունների, որովհետև դա անլուրջ է 100 օրում գալ իշխանության ու այդպիսի փոփոխությունների գնալ, դա անպատասխանատու քայլ է, իսկ մենք ամենապատասխանատու քաղաքական ուժն ենք ժողովուրդ, ամենապատասխանատու։ Մենք իհարկե կատակներ ենք անում, մենք տենց խայպային բաներ ենք օգտագործում իրականում, էլեմենտներ ենք օգտագործում, բայց իրականության մեջ սա բացառիկ առաջարկ է, որովհետև այս առաջարկի արդյունքում բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք տարիներ շարունակ մնացել են լուսանցքում, ունեն շատ լավ մտքեր, գաղափարներ, բայց որևէ կերպ ներկայացված չեն, կամ այն քաղաքացիները, որոնք գտել են իրենց թիմերը, փոքր թիմերը, որոնց պատրաստ են վստահել, չեն տեսնում այդ իրենց թիմերին պարլամենտում, այդ մարդիկ, այդ բոլոր մարդիկ հնարավորություն են ստանում պարլամենտում ներկայացված լինելու, ու սա ամենաքաղաքական պրոյեկտն է այս իմաստով, անկախ նրանից մեր կողքին նկարների վրա կա Սպայդերմենը թե չէ, սա միևնույնն է ամենալուրջ քաղաքական առաջարկն է այս ամբողջ պրոյեկտի մեջ, այս ամբողջ ընտրությունների մեջ։ Տիկին Կարապետյան, մի հատ արձագանքեմ։ Ես որ նայում եմ ձեր այս քարոզարշավը նախընտրական, միանգամից մտքից գալիս է Ուկրաինայի 2014 կամ 12 թվականի ընտրությունների քարոզարշավը, երբ որ կուսակցություն կար, որոնք ներկայանում էին որպես Darth Vader, հայտնի կինոյի ֆիլմի հերոսներ, իրականում շատ հավես գաղափար է ձեր գաղափարը, որ դուք եք իրականացնում ու որ դուք իրականում քիչ առաջ միացա, դուք որ նշել եք, որ ձեր կուսակցությունը միավորում է տարբեր թևերի մարդկանց, այսինքն եւ լիբերալների եւ խիստ պահպանողականների, արդյոք դուք համարում եք, որ 100 օրում կարելի է հասնել որոշակի կոնսենսուսների ինչ որ կարևոր թեմաների վերաբերյալ, ու նաեւ հասկանում եմ, որ 100 օրը ինքը իրականում շատ քիչ է ինչ որ որոշում կայացնելու համար, բայց տվյալ ներկա բանակցային գործընթացները, որը վարում է Հայաստանի Հանրապետությունը եւ Եվրամիության եւ Ռուսաստանի, Չինաստանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, որն է լինելու ձերս 100 օրվա մեջ ձեր բանակցային գործիքները, այսինքն արդյոք կշարունակեք կառավարության բռնած ճանապարհը, որը իրենից ենթադրում է ավելի շուտ բարելավել հարաբերությունները Եվրամիության հետ եւ ավելի նվազեցնել կախվածությունը նախկին մեր դաշնակիցներից, ու նաեւ դուք նշում եք, որ ձեր կուսակցությունը ինքը բավականին հաջողված է եւ ամենակահաղական կուսակցությունն է, ինչու շարունակել ձեր իշխանությունը 100 օրվանից հետո եւ ստեղծել նոր ընտրություններ, արդյոք չեք համարում, որ եթե ժողովուրդը ձեզ վստահել է, ուրեմն այլ վստահել է ձեր քաղաքական ուժին եւ պատրաստ է ձեզ տեսնել առաջիկա 5 տարիներին։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։
Սկզբից ասեմ, որ մենք իսկապես մորատորի ենք հայտարարելու որևէ մեծ փոփոխություններ 100 օրվա համար դա անպատասխանատու է, եթե մենք գայինք 5 տարով, մենք հստակ պատկերացում ունենք, թե մենք ինչ ճանապարհով ենք գնալու, բայց նորից, քանի որ միացել են շատ տարբեր ուժեր, շատ տարբեր մտածողություն ունեցող մարդիկ, իրենք նաև իրենց զարգացման ճանապարհներն են շատ տարբեր ուղղություններով տեսնում, իսկ դա նշանակում է, որ երկար պրոյեկտը միասին մի քիչ դժվար կլիներ իրականացնել ու համաձայնության են կարողացել գալ ընդհանրապես այս 3 հարցի շուրջ։ Ինչու 100 օրով գալ եւ եթե մարդիկ մեզ վստահում են այդ 100 օրը չշարունակել, որովհետեւ քաղաքական ավանդույթ պիտի դառնա, եթե դու խոստում ես տալի ինչ-որ բան անելու, դու հենց դա էլ պիտի անես։ Հասկանալի է, որ լինում են ֆորս մաժորներ, հասկանալի է, որ լինում են իրավիճակներ, երբ ինչ-որ գործողություններ դու ի վիճակի ես անելու կամ պայմանների փոփոխության պայմաններում դժվարանում է, դանդաղում է կամ հնարավոր չի լինում, բայց որ գաս ու քո խոստմանը հակառակ process իրականացնես, դա անթույլատրելի է։ Մենք ուզում ենք մեր սեփական օրինակով մեկ անգամ, առաջին անգամ ավելի շուտ ցույց տալ, որ դու կարող ես խոստում տալ գալ իշխանության եւ քո խոստումների կատարածելուց հետո շարունակել այդ քո խոստումները պահելը։ Մեր քաղաքական թիմի մեծ թվով մարդիկ կան, ովքեր պատրաստվում են շարունակել քաղաքական իրենց գործունեությունը։ Ես անկեղծորեն հույս ունեմ, բոլորին դեմ եմ կուսակցությունը ինքը կլուծարվի, որովհետեւ ինքը արհեստական ստեղծված է, ինքը գործիք որպես ստեղծված է։ Մնացած թիմերը գուցե միասնական ինչ-որ գործունեություն կծավալեն, գուցե առանձին թիմեր կձևավորվեն, որտեղ ես հիմա արդեն նկատում եմ, որ տենց գաղափարներով իրար մոտիկ մարդիկ սկսել են նաև հետագա ծրագրեր քննարկել իրար հետ։ Սա շատ ողջունելի է, ամենակարևոր մասը, որ արժե համակարգ կրող մարդիկ գալու են ու հայտնվելու են հնարավորություն են ստանալու գալու հայտնվել պարլամենտում։ Ես հանգիստ խղճով գնալու եմ իմ վաստակած 10 տարի քաղաքականությամբ որևէ պաշտոն չզբաղեցնելու այդ պարտավորությունը իրականացնելուց, նորից, որովհետև շատ կարևոր է ժողովրդի վստահությունը վերականգնել, այն ինչ որ մեր հանրության մեջ իսպառ բացակայում է։ Երկու կարևոր էլեմենտ կա, որը մենք պիտի փորձենք այդ 100 օրվա մեջ ընթացքում եւ դրանից հետո պահպանել, դա փոխադարձ վստահությունն է, վստահությունը պետական մարմինների, քաղաքական ուժերի նկատմամբ, որովհետև մենք սովոր ենք խոստումներ լսել ու դրա հակառակ էֆեկտը ստանալ, այսինքն չտեսնել դրանց իրականացումը եւ համերաշխությունը։ Մենք պիտի սովորենք իրար հետ համերաշխ ապրել։ Մենք կարող ենք ունենալ ծայրահեղ տարբեր տեսակետներ շատ ու շատ հարցերում, բայց մենք պիտի համերաշխ լինենք իրար հետ։ Մենք պիտի ընդունենք, որ մենք կանք, դուք գաք, մնացած բոլորը կան ու մենք պիտի իրար հետ համերաշխ նստենք ու լուծումներ գտնել։ Այս ատելության միջավայրը ուղղակի պետքա դադարեցվի ինչ որ մի պահի։ Դա կարա դադարեցվի միայն մի պայմաններում, եթե իշխանությունից սկսած բոլորը պատասխանատու վերաբերվեն այս հարցին։ Ես կարծում եմ մենք անելու ենք իսկապես շատ մեծ պրոյեկտ ենք առաջարկում, ինքը թվացial 3 փոքր կետեր է, բայց ինքը շատ մեծ պրոյեկտ է, մեծ լավագույն սկիզբը դնելու, հա, ամենաարդյունավետ սկիզբը դնելու տեսակետից ես վստահ եմ, որ մենք կարողանալու ենք հաջողել այս իմաստով բոլորս, որտեղ նորից բոլորին դեմ եմ կուսակցություն, ինքը ժամանակավոր է, ինքը լուծարվելու է, այսինքն որևէ մեկ այստեղ չի եկել որևէ պաշտոն զբաղեցնելու մոլուցքով, որովհետև մենք մարդիկ ունենք, որոնք այդ մոլուցքով են ապրում, երազում են որևիցե պաշտոն, CV-ի մեջ որ գրած լինի, զբաղեցրել եմ նախարարի կամ չգիտեմ, նախագահի պաշտոն։ Մարդիկ պաշտոնի մոլուցքով չեն, մարդիկ գաղափարով տոգորված գալիս են քաղաքականության մեջ մտնելու, ինձ համար սա շատ ուրախալի է։ Այնպես որ ես հույս ունեմ, որ դուք էլ, երբ որ ձեր տարիքային շեմը գա, դուք էլ կհայտնվեք պարլամենտում, ձեզ համար էլ հետաքրքիր կլինի, դուք էլ ձեզ էլ չեն հոգնածնի ու դուք բան չեք անել, չասեք մենք քաղաքականությամբ չենք հետաքրքրվում, մենք քաղաքական process-ին չենք մասնակցում։ Շատ կարևոր է, որ դուք հետաքրքրվեք, որ ձեզ չզզվացնեն, որ դուք ընտրելու տարբերակներ ունենաք, որ դուք նաև ձերը ստեղծելու հնարավորություն ունենաք ու ամենակարևորը, որ դա անեք շատ սրտանց ու սրտացավ, որովհետև մի տեսակ դա բիզնեսի է վերածվել, քաղաքականությամբ զբաղվելը վերածվել է մի տեսակ բիզնեսի, այ մենք ուզում ենք այդ առատավոր միտքը ու գաղափարը հանենք, որովհետև եթե դա դուրս չեկավ, մենք անընդհատ ասում ենք, այս մի շահագրգիռ կողմի ձեռից անցնել ենք մի շահագրգիռի ձեռի տակով կամ թրի տակով, իսկ դա մեզ պետք չի։ Իմիջիալոց այս ճգնաժամային իրավիճակը ինքը բացառիկ հնարավորություն է ստեղծում նաև անցումային, հա,
տեխնոլոգիաների զարգացումը, ինքը այնքան այդ մեր բոլորին դեմն է։ Ես չեմ տեսել, գիտեք, չէ՞, սա քաղաքում այդքան եղել եմ, բայց ոչ մի տեղ չեմ տեսել, այդ մետրոն է, մետրոյում է երևի թե։ Տեխնոլոգիայի զարգացման ժամանակաշրջանում եւ նաեւ այս ճգնաժամային իրավիճակը ինքը իսկապես բացառիկ հնարավորություն է ստեղծում, այն որ ասում են բան, հա, տենց պրարիվ մի հատ կօգնեք հայերեն բառը ոնց է ճեղքում կազմակերպելը, իսկապես հնարավոր է հիմա ճեղքում կազմակերպելը։ Տեխնոլոգիաները նաև թույլ են տալի դա անել։ Հայաստանը ունի այդ պոտենցիալը այդ ճեղքումը ապահովելու, ես վստահ եմ դրանում, զուր ժամանակի հարց է։ Ինչքան շուտ սկսենք այդ ճեղքումը, այդ առաջընթացը սկիզբը դնենք, այնքան ասում ավելի շուտ կմոտենանք մեր երազանքների իրականացմանը։ Մնացածը տեխնոլոգիայի ժամանակի հարց է։ Շնորհակալություն եւ մեր վերջին հարցը ավանդական ու ամփոփենք հանդիպումը 3 բան, որ պետք է երիտասարդին քաղաքականությամբ զբաղվելու համար։ Так, եթե իսկապես որոշել եք, որ պիտի քաղաքականությամբ զբաղվեք, իմացեք, որ գալու է մի տարիք, որտեղ երբ որ դուք արդեն ակտիվ քաղաքական գործունեությամբ զբաղվեք, ձեր բոլոր մեղքերը հիշացնելու են։ Մանկական մեղքերից միջև չգիտեմ ինչ։ Այդ բոլոր հրապարակումներից մաքսիմալ զգուշ եղեք, այդ դա չի նշանակում, որ դուք ձեր ջահելությունը պիտի չապրեք, չուրախանաք ու երջանիկ ձեզ չզգաք։ Դուք պիտի ձեր ջահելությունը էլ անեք, պիտի երջանիկ ելնեք, պիտի ուրախանաք, մեկ-մեկ պիտի չարաճճություններ անեք, բայց պիտի հիշեք, որ դա ձեր հետագիծն է ու դա ձեզ հիշվելու է։ Ես դա ասում եմ ոչ միայն քաղաքականությամբ զբաղվողներին, այլ օրինակ արդարադատության համակարգում ապագա տեսնողներին, դատախազներին, դատավորներին, երիտասարդ իրանց եմ միշտ ասել, հիշեք, որ ձեր հետևից գալու են, տենց որ զգուշ եղեք, որպեսզի անխոցելի լինեք, որովհետև ամենաանհարմար պահի ձեզ բերելու են ու ցույց են տալու մի հատ մի բան, որը ձեզ դարձնելու է խոցելի եւ կառավարելի։ Անկեղծ եղեք ձեր մղումների մեջ ու չդադարեք, ամենակարևոր բանը չդադարեք երազելը, ձեզ խաբում են, երբ որ ասում են, որ երազել պետքա հողին մոտիկ լինել, պետքա, չգիտեմ, ինչ են ասում, ինչ որ էլի բան տենց մասնագիտական բառեր են օգտագործում, չհավատակ երազելը ու այդ երազանքները նպատակ դարձնելը ու այդ նպատակների ուղղությամբ աշխատանքներ իրականացնելը դա ամենակարևոր մասն է, որովհետև եթե դու չես քո երազանքները նպատակներ չես դարձնում, դու ուղղակի տենց ժամավաճառությամբ ես զբաղվում, իսկ հայկական երազանքները ես կարծում եմ պիտի իրականություն դառնան։ Մենք մեր մի քանի հազար տարվա պատմությունով, մեր անցած դժվարություններով ուղղակի վաստակել ենք պետականություն ունենալու, ամուր պետականություն ունենալու իրավունքը վաստակել ենք, մենք նաև պատասխանատու ենք այն երիտասարդների, այն մարդկանց առաջ, ովքեր որ իրանց ամենաթանկը զոհաբերեցին հանուն նրա, որ մենք այս պետականությունը ունենանք։ Այնպես որ ձեզ ծով համբերություն ու գնացեք ձեր երազանքների հետևից։ Շատ շնորհակալություն ժամանակ տրամադրելու համար, հարցերին մանրամասն պատասխանելու համար, մեզ շատ հաճելի էր ձեզ հետ զրուցելը ու ձեր կետերին ծանոթանալը։ Կարծում եմ ընտրություններից հետո եւս հնարավորություն կունենաք արդեն post factum մի հատ նորից հանդիպում ունենալ, արդեն այդ ժամանակ տեսնենք, եւս մեկ անգամ շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ, հաջողություն։